Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանական շրջաններում սպասում են, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության պետական դումայի սեպտեմբերի 20-ի ընտրությունների համար Մոսկվան դիտորդական առաքելության հրավեր կուղարկի Երևանին։ Ըստ հրապարակման, հրավերի առկայությունը կամ բացակայությունը կարող է դիտվել որպես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի ցուցիչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանալու համար ընդդիմադիր պատգամավորության թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Միջնորդությունների բովանդակությունը դեռ չի հրապարակվել։ Ընդդիմադիր շրջանակները սա գնահատում են որպես հետընտրական քաղաքական ճնշումների հնարավոր փուլ։ Հրապարակ թերթը գրում է. Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը Սյունիքից հասնող լուրերի համաձայն ընտրություններից հետո մեկուսացել է, գրեթե չի շփվում ոչ մեկի հետ։ Ասում են, անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից նախապես կարծելով, որ իրեն տրված վստահության քվեն, իր կատարած աշխատանքները, իր հանդեպ հարգանքը խորհրդարանական ընտրություններում էլ կաշխատեն, եւ ժողովուրդը իրեն հարգելով կընտրի Արման Թաթոյանի միասնության թևերին։ Նա խոստացել է, որ Թաթոյանի ղեկավարած ուժը ջախջախիչ հաղթանակ է տանելու, սակայն ընտրությունների արդյունքներով ոչ միայն ՔՊ-ն էր առաջատարը Կապան քաղաքում եւ համայնքում 10,000-ից ավելի ձայնով, այլև ընդդիմադիր մյուս ուժերը գրեթե չէին զիջում միասնության թևերին։ Հրապարակ թերթը գրում է. Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համեմատած կմերժվեն։ Սակայն պարզվեց հասարակությունը այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ։ Կես միլիոնից ավելի ձայնը անակնկալի է բերել արևմտյան կենտրոններին։ Մեզ ասացին, որ Արևմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում։ Հրապարակ թերթը գրում է. պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները եւ իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել։ Մեր զրուցակցի խոսքով պետը աշխատակիցներին սպառնացել է ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են։ Աշխատակիցներից մի քանիսն ընդվզել են, ասելով, ինչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի։ Իրավունք թերթը գրում է. կառավարական աղբյուրների փոխանցմամբ կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում, մասնավորապես նոր կառավարության ձևավորումից հետո մի շարք մարզպետներ կհեռացվեն պաշտոններից։ Ցուցակի առաջին հերթում են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները, որոնց վերաբերյալ ՔՊ-ն ակտիվ ամենաշատ դժգոհություններն են հայտնում։ Իրավունք թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ ընդդիմադիրները ոչ մի բանի չեն հասնի, ավելին նա ամեն ինչ անելու է, որ վերջիններս հրաժարվեն մանդատներից։ Օրենքն էլ է մեր ձեռքը, օրենքը փոխելն էլ։ Դրանք պիտի վնգստան մինչև նոր ԱԺ-ն, նենց որ դուք համբերեք։ Մոտավորապես այս կերպ է արտահայտվել ՔՊ առաջնորդը։ Դե ինչ, այսքանն ենք պատրաստել ձեզ համար, եղեք տեղեկացված։